Հրդեհը վերևի հատվածում այն հատվածներից մեկում է եղել, բայց երբ մենք դուրս ենք եկել, արդեն հրդեհը եղել է։ Այդ պահին ես միջև հասցրել եմ այս շլանգը հանեմ, որ գոնե այս առաջին հարգը ջրեմ, որ չկպնի։ Ինքը միանգամից բռնկվել է, որտեվ ինքը Բաղդադի շինություն է։ Չէ, տուժողներ չկան, այդ պահին մենակ շունը ներսում եղել, բայց հենց որ նկատել են, դռները բացել են, որ տենան կենթանի կա, թե չկա, որտեվ մարդ չի եղել, էլի այդ ժամին մարդ ստեղ չի լինում ընդհանրապես, ու շունը հասցրել է դուրս գա։ Բայց ամենակարևորը փառք Աստծո, որ ոչ մի մարդկային բան չկա, վնասված կամ բան չկա։ Հիմա մաքրության աշխատանքներ, սրանք գոնե մաքրտենք ստեղից, ու արվեստանոցները նայենք, որ այն թույլատրելի հատվածները, որը կարելի է մտնել, ասենք երկրորդ հարկ չի կարելի էլի մտնել, իսկ ստեղ, քանի որ խնդիր այդքան չկա, ընդամենը այս քանդել են, որ կարողանան կրակի դեմը, դրանք ենք հավաքում, արվեստանոցներ են, որտեղ որ նկարիչները ստեղծագործում են կամ, չգիտեմ, դիզայներները, օրինակ դիզայնի արվեստանոց կար, ու այդ ամեն ինչ։ Քանի արվեստանոց ա վարվել։ Երկու արվեստանոց։ Մեկը ձերն է, հա։ Չէ, իմը չի, ընկերներինս է, ես գալերիան եմ ղեկավարում։ Ինչ վնաս է պատճառ։ Վնասը այս պատմական շենքը հրդեհվելը դա արդեն իսկ վնաս է։ Նկարները, այդ արվեստի գործերը դրանք վնասներ են։ Հրշեջները արագ գործեցին, պատմեք։ Ես այտենց հստակ, այտենց գեղեցիկ, այդքան պրոֆեսիոնալ աշխատենք ես երբևէ չեմ տեսել։ Այդ աժոտաժի, այդ ամեն ինչի մեջ այդ իրանք իրար հետ խոսալը, քաղաքացիների հանդեպ ուշադիր լինելը, իրանց գործողությունների ճիշտ փուլերը, որովհետև իրանք փաստացի կտրել եմ, սաղ կռիչը Բաղդադ է։ Ասենք կարարեթար ու տենց վարկենական է էդի, իսկ իրանք հասցրել են այդ մայր կրակը ժամ ու կեսում հանգցնել։ Ես այստեղ չէի, ինձ տեղեկացրեցին 11-ից էր գիշերը, մինչև հասա որոշմաս արդեն մարվել էր կրակի, բայց տեսել եմ, թե ինչ ահռելի էր ուղղակի, տեսարանը շատ վախենալու էր, մոտապես 2 ժամ, եթե չեմ սխալվում, դեռ կրակը կար, ինչ-որ տեղեր նորից բռնկվում էր և հրշեջները փորձում էին դա կանխել, բայց մինչև լուսադեմ այստեղ աշխատանքներ են արվել։ Մենք աշխատում ենք այստեղ 2018 թվականից, հիմնականում մեր պահեստային մասն է տուժել, որովհետև ամենաուժեղ կրակի տակ էր գտնվում և բնականաբար շատ ջրվել է, ջրից ենք մենք ավելի շատ տուժել, իհարկե դա ավելի նախընտրելի է, քան կրակից, որտև հիմա որոշ բաներ կարողանում ենք փրկել, վերականգնել։ Ուսման վտանգ չկա, ձեզ ինչ են ասել, վտանգավոր չի այստեղ գտնվում։ Իրականում վտանգավոր է ակնհայտ, որովհետև չգիտեմ, քանի կուբամետր ջուր է այստեղ օգտագործվել, բայց երևում է, որ տանիքը ամբողջը փափկած և ծանրացած է, քանի որ հիմքում ծղոտ է, հող է, այդ ամբողջը ջրից լուծվում և թափվում է, բնականաբար շատ վտանգավոր է, հիմա պետք է փորձենք ստեղից հնարավորինս դուրս գալ։ Այսինքն այստեղ դժվար մնալ։ Չէ, անհնար է։ Ցավոք ինչքան էլ մենք այս տարածքը սիրում ենք, բայց նման դեպքից հետո նախ վտանգավոր է, հետո հնարավոր չի մեր գործունեությամբ ստեղ զբաղվել, պես որ կտեղափոխվենք։